ես միշտ հիշում եմ իմ առաջին, ինչպես ասում են, տապալումը եթերում դա Տիտանիկի կործանումը ֆիլմը պետք է ներկայացնեի, մեր Նարաշ Լեփչյանն էր ներկայացնում հանդիպում հաղորդումներ այն ժամանակ շատ պոպուլյար հաղորդում էր եւ ինչ որ վատառողջ եղել չի կարողացել գրել, զինվորված ծրագրի աշխատող էր եւ ինձ հանձնարարեցին որպեսզի նոր եկած հաղորդավար, որը եկել է ռուսական թատրոնից, որը ունի ռուսական կրթություն դպրոցի թատերականը ճիշտ է հայկական է ավարտել, բայց ավելի ռուսախոս է եւ այդ հանձնարարեցին որպեսզի ես կարդամ։ Ինձ համար դա ահավոր էր, որովհետեւ դա այդ հաղորդումը նայում էր ամբողջ հանրապետությունը։ Եվ ինձ տվեցին էջուկես տեքստը Տիտանիկի մասին, որը նման էր Խաչբարի։ Ամբողջը թանակի մեջ էր, կար որ այսպես կողքից էր ավելացրած, պետք է սենց կարդայի, սենց կարդայի ժամանակ չկար։ Նախապես մոտ մի 10 րոպե կար ժամանակ, բայց դա ինձ համար շատ քիչ էր։ Եվ ես տապալվեցի եթերում, շատ վատ կարդացի, ես հիշում եմ, որից հետո ես մոտավորապես մի շաբաթ ամաչում էի փողոց դուրս գալ, որովհետև մտածում եմ, որ բոլորը ինձ մատնացույց են անելու։ Այդ դա պատասխանատվություն էր։ Դա էր պատասխանատվությունը, եթերային դեմքի պատասխանատվությունը հեռուստաայտողի առջև, որը այսօր չկա ցավոք սրտի ոչ մի հեռուստաընկերությունում։